Այստեղ ընդդիմությունը պարբերաբար քաղաքագետներ դիտարկում են մոլդովական սցենարի կիրառման մասին, որն է այդ սցենարը, որ առանցքային ուժերից մեկին չի գրանցում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ իշխանությունը ստեղծում է արհեստական խոչընդոտներ այն ուժերի համար, որոնք ակնհայտորեն հետաքրքրվածություն ունեն ընտրողների կողմից եւ օգնում է լրացուցիչ գործիքակազմով ոչ օրինական իշխանության վերարտադրությանը։ Այն ինչ որ դուք ներկայացնում եք մեր օրենսդրությունը, ուղղակի բացառում։ Մեր օրենսդրության, որպեսզի քաղաքական ուժը չգրանցվի, կամ գրանցում ուժը կորցած տվյալ քաղաքական ուժը բավականին ջանք պիտի ներդնի, որովհետև նույն փաստաթղթերի, ասենք գրանցման փուլում, չէ, դա պիտի փաստաթղթերը թերի ներկայացնի եւ հրաժարվի ու ուղղելուց։ Այսինքն այս պահին դաշտում հայտ ներկայացնողներին ակնհայտորեն դուք չեք տեսնում որևէ ուժ, որը Տեսեք, ես ասում եմ մեր տեսանկյունից, այն ինչ որ խոսում է դա քաղաքական բանավեճ է, դա քաղաքական ենթատեքստով հայտարարություններ են, չգիտեմ, տարբեր եւ այլ։ Դա մերը չի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական չափ չի զբաղվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեզոք է եւ այսպես ենք, ով փաստաթղթերը կբերի կգրանցվի,